live. Դե բարի երեկո, սիրելի ժողովուրդ, 25 սեպտեմբերի 2025 թվական հավաքական ու կարճ ուզում եմ ամփոփենք, ամեն ինչ հավաքական մեկտեղ, որովհետև կրիտիկալ շեմ ենք հատելու 26 թիվը, ուզում եմ կետ առ կետ, չեմ ասում 8 տարին, բայց կետ առ կետ մի հատ շատ արագ ունենք, հիմա ուր պիտի լինեինք և ուր ենք գնում։ Եկեղեցին սրբամաքրելու մեծ արձագանք երկրի առաջնորդի կողմից առաջնորդությունը ստանձնելու հայտարարությունները լսված, ընտրությունների են պատրաստվում միևնույն ժամանակ հայասպանները։ Չգիտեմ ոնց ասեմ, որ տեղը նստի, ես չեմ ուզում ԻՊՀ-ն լինի այդ ծաղրացուներից մեկը, որովհետև մեր ուխտը սուրբ է։ Ոչ թե համակերպվելու, այլ ժամանակավորապես իմաստուն գտնվելով, չդիպչենք սրան, որովհետև էսպես է, չբարձրաձայնենք նրան, որովհետև էսպես է, արդեն այդ ներք հայկական քաղաքական անբարոյականությունը եկավ ու արդեն ԻՊՀ-ի դուռն ա ծեծում։ Ուղղակի անբարոյական են։ Շատ անարդյունավետ ու սրիկա սերունդ դուրս եկավ, հավաքական եթե նայենք, սրիկա ուղղակի։ Բայց այս քննադատությունը ինչա տալու մեզ։ Այո, մենք համաձայն ենք Ամերիկայի հետ համագործը հասկացանք, բայց ԻՊՀ-ի նման կառույցները ներկայացնում են հենց common կավը, clay, հենց այդ ժողովուրդը։ Մենք ենք նրա շարքայինները, դու ինչքան էլ պետական բարձր աշճանի վրա ասես ես ձեզնից մեկն եմ, դա այդպես չի։ Ազգային պատկանելության օջախը բացակայում է իմ երկրում, ասում եմ, այս արդեն 5-րդ տարին է։ Քարորյա պատերազմին ասեցի, էդի մեծ պատերազմն է։ Չթողեցիք աշխատեն մարդիկ, որտև օքեյ, Սերժ Սարգսյանի օրոք էր։ Բայց 20 ու 21 թվականներից մինչ այսօր էլ խանգարող ապարատներ ունես, պետական շարքերում իրար գլուխ են ուտում։ Հետ էլ ասում են կառավարությունը արեց։ Փարաքյարի սպանությունը դուք ձեր մեջ գիտեք ով է և ով ում բարեկամն է։ Հիմա վենդետա կանվանեք, թե ինչ կանեք հարց ա ծագում գիշերը 12-ի ժամերին։ Այդ մարդը ոստիկան ընկերոջ հետ քննիչ, ինչ էր անում անբնակ դատարկ ամայի տան մեջ։ Ինչ էին անում այդտեղ։ Փաշինյանին էին սպասում, եղբայր։ Այսենց մեկըտ մյուսիտ մեջտեղից կհանեք։ Ես ընդհանրապես արմավիրի քրեականը և ոստիկանությունը կուզեի գոնե 15 ամիս ռազմական ոստիկանության մեջ ամենալավ վճարվող և ամենալավ աշխատող զինվորական սահմանապահ զորքի խաղաղապահ ուժերից կեղնիթեից զինվորականություն վերցնի էդի, որտև չի դզվում, չի շտկվում։ Ուր Արամ Սարգսյանը։ Հովանեսյանը կներեք ոստիկանապետ, Արամ Սարգսյանի անունը տվինք նորից։ Էդ էլ մի կետ, որ պիտի ժամանակավորապես համակերպենք, որովհետև մենակ ա մնում, եթե
արտքաղաքական ուժերը չեղնեն, որոշակի ժողովուրդն էլ։ Այս ամեն ինչը քաղաքական է։ Հենասյուն պիտի ժողովուրդը լծվեր արդարադատության նախարարություն, կատարյալ մաքրություն պիտի անեիք։ Հիմա նույն կապիկներն են, նույն կապիկությունն է, ես արդարադատությունը տեսնում եմ այդպես։ Նույնն եք։ Ուր ենք գնումը, սիրելիներ, մենք սրբամաքրելու ենք հայ առաքելական Սուրբ եկեղեցին եւ շնորհակալ ենք վարչապետին առաջնորդությունը ստանձնելու համար։ Բայց քանի որ մենք իրոք սա անում ենք հանուն Քրիստոսի, մենք գիտենք, որ ձեթը յուղի հետ, մութը լույսի հետ չի խառնվում։ Ձեթն ու ջուրը կներեք։ Մենք դա խառնելու նպատակ չունենք։ Ոչ էլ թեփը ցորենի հետ։ Ստի ուզում եմ խնդրեմ ժողովրդին։ Ուժը ձեր մեջ է։ Եվ այնքան բանով ընդհանրապես անհանգիստ լինելու կարիք չունես հայրենակից, որովհետև ԻՊՀ-ն քաղաքական ուժ չի, մենք միություն ենք։ Մենք այլ գլոբալ աշխատանքներ ունենք անելու, ընդհանրական եւ առաքելական Սուրբ եկեղեցի, հայ առաքելական Սուրբ եկեղեցի չի միայն։ Աշխարհը քո եւ նրա շարավիղը քո օպերայի շենքի մեջից չի սկսում ու պատտվի։ Դուք այդպես եք կարծում։ Աշխարհի ամեն ինչը ձեր շուրջ է պատտվում։ Դու մի հատ սխալ քայլ անես, շատ հնարավոր է Ուկրաինայի օրը ընկնես եւ 15 ժամվա մեջ ոչնչանաս։ Ով է աչքերիդ արցունքին նայելու։ Որ բանակով ես մատ թափ տալու։ Թեհրան, Անկարա, Բաքու, այս երեքը մենակ։ Որ բանակով։ Դու գիտես պարսիկը դեմա որ ռուսը կառավարի Աբխազիա էր սարքելու, ասում եմ առանձնացնելու է, փրկվանք դրանից, որովհետև Ամերիկան մտավ խաղի մեջ։ Հիմա այս մի թեման ռեզինով ձգելու փոխարեն ինչպես ենք պահպանելուն չունեք ասելու, որովհետև այդ պաշարը չունեք։ Հիմա նոր լսում եմ, Հարությունին եմ լսում, Վաղարշապատի քաղաքապետա դառնում, ընդեղից Վանեցյանն է, իրան եմ լսում, ինքն է քաղաքապետ դառնում ընդեղ։ Գիշերվա կեսին համայնքապետեր եք սպանում իրար։ Ազգային պատկանելության օջախը սա է։ Դրա համար ԻՊՀ-ն Հայաստանում անօթևան է։ Դրա համար ԻՊՀ-ի առջև Free News-ը փակ էր։ Մի անգամից փակեցին, որովհետև փետրվարին 2024 թվականի հունվար փետրվար դեռ ամբողջ 24 թիվ էս ելը 2 տարի կա ընտրություններին, այս հարցը մենք հետո ենք բացելու։ Դա էր պատճառը։ Տեսեք, անուն չեմ տալու, բայց հարց եմ տալու։ Հոկտեմբեր 27 1999 թվական ով էր, որ իր եղբոր շնորհիվ գլխավորում էր եւ հրամայում էր ազգային եկեղեցիական պատվիրակությունն ու պատգամավորությունը, որ ընտրվի Կտրիչ Ներսեսյանը վեհապար հայոց եւ ինչի դիմաց։ Հիմա ով էր այդ անձը։ Այդ անձին պիտի ես համատեղեմ, համատեղ գոյատևեմ այս միջավայրի մեջ։ Պիտի նայեմ այստեղ, պիտի նայեմ մարդկանց աչքերին, այդ մի տեսակ ապուշացած նայվածք ունեն, դա ապուշություն չի։ Պիտի ասեմ, ես չեմ խաբում, ուղղակի ճշմարտությունը դեռևս չեմ ասում, որն է տարբերությունը։
Փառքը անբանահոր եւ որդվո եւ հոգուն սրբո ամեն օրհնյալ է Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն Հիսուս Քրիստոս Աստվածն է մեր որ նստավընդ աչուն մեր երկնավոր հոր եւ գալիս է Ալելույա Տեր ամեն Քոչարյանի թիմը պատրաստվում է ընտրությունների Բա ինչ պատահեց եղբայր Ժողովուրդ ջան, եթե քո արդարադատությունը չասեց հետևյալ նախադասությունը մարդկության դեմ հանցագործություն է տեղի ունեցել, ուրեմն այս պետությունը շատ լավ գիտի, որ արդարադատության 3 կանայք էլ Ռոբերտ ու Սերժա Կլանի դրացուներ են։ Արփինեն, Սրբուհին եւ քո Աննա Վարդապետյանը, եթե չարտասանեցին մարդկության դեմ հանցագործություն Ես չեմ կրկնում իմ ասածը Մարտի 1-ին 2008 թվականին մարդկության դեմ հանցագործություն ա տեղի ունեցել Մլոսովիչ Ռոբերտ Սետրակի Քոչարյան Չավուշովսկի նույն կիսած խնձորներն են Որն ա խնդիրը փող են ուտում 3-ն էլ չէ դե ապացուցեք Գալիք օրերը նայք տեսեք քննիչը ինչքան է փող ստանում Դրանից ավել ինչի պիտի տա պետությունը այն գործի համար որ քննիչն է անում Բայց նորից էլ տեսում հետ են Բակո Սահակյանի կագեբեյչիկ համայնքապետարաններում են պտտվում չգիտեմ կարողա Պեպենոտնա քաղաքապետարանի մոտից հեռախոսը վերցնում ասում էսի մաքրեք Էսի ուրիշ կողմա գնալու Գալիս մաքրում են Կարողա Իրանք իրար մեջ վենդետա ունեին, չգիտեմ Բայց կառավարությանը մի մեղադրեք այդ սպանության մեջ Աբսուրդ է Ոչ մի մոտիվ չի կապում Որ այս պահին ընտրության շեմերին Փարաքյարի Համայնքապետ պտի Նուտրալիզացնի կառավարությունը Տես բան չկա 15 երեխան կացարանի փորձեցիք խփեք կառավարության գլխին, մի արեք։ Ժողովուրդը շվարում է, որովհետև ինչքան անում եք, այնքան ձեր պատիժը ավելի դանդաղ ու վատ է լինելու։ Ես ժողովրդին հարց եմ տալիս։ Իրոք դու ունես քո մեջ կանայք, որ սևազգեստ են, որի որդին ընկել է պատերազմի դաշտում եւ այդ սևազգեստ հալով փող առնում, որ կանգնի Ղարաբաղցի զորակոչող ուժերի կողմը, որ կռվեն ընդդեմ Ուկրաինայի, դու դրա փողն ես առնում եւ քաղաքական ես դարձնում որդուդ հոգեհանգիստը Ես մյուս սևազգեստ մայրերին եմ դիմում Ձեր դատարանն է դա Դուք որոշեք, որովհետև իսկական դատարանին դուք էլ եք պատասխան տալու Ձեզ, ձեր ընտանիքին, ձեր վարչապետին, ձեր մեռելներին հանելույա Հողը վրայից թափտակ կանգնացնի քո առջև դատի Քրիստոս Քո մեռելի տա դատելու Դու տեսնելու ես ասում եմ Ես ամեն ինչը վերջացած է Հանգել վերջացել է ամեն ինչ Սուտ են բոլորը Աստվածաշունչն է ճիշտը Մենք կանգնում ենք այդ ճշմարտության ժայռի վրա Հիմա դու գիտես Քաղաքական ուժ չենք ասում եմ որ հավաքագրենք թեկնածությունները հայտարարեն ինչ որ քաղաքական Երանի այդ ուղությամբ գնայի բոլորի տանեի Մալաթիայի բազար մեքենա լվանալու մոյչիկ տնեի աշխատեիք Եթե մեր տեսակը քաղաքականության մեջ մտներ Անհրաժեշտ պրոպագանդան կիրառելով որ բանակային աշխատանք անեմ ուզեմ չուզեմ որտեվ խոչընդոտը նույն հին տականքն է սո նրան գցելու համար իմ արջևից որ գործը շարունակվի ուզեմ չուզեմ
Քաղաքական ոլորտի մեջ իրանց թելերը քաշքշուկ պիտի անեմ, որտեղ ուրիշ բան չունեն անելու։ Սրանց ոչ մեկը բանակ սարքող չի ժողովուրդ։ Բանակդ բարդակա ասում եմ, գնա նայ։ Սուրեն Պապիկյանը 25 օր ինչ անում, այնտեղ չգիտեմ։ Պահեստազորդ նայ, եղբայր։ Տարի ու կես 2 տարի առաջ էր բուքա, մառախուղից կորում մտնում է Թուրքիա եւ կուրսիչի մտնում է Թուրքին գերի անգնում Ադրբեջանի կողմը։ Պայմանագրայինը չափահաս, փորձառու զինվորականը տա էտել, պատերազմը տեսած։ Քտի դեմը չի տենում։ Արդարադատության նախարարը հայտարարությամբ հանդես գալիս, եթե պիտի հեծը ազգայնացվի, ուրեմն այո, փող վճարում, փող հատուցում պիտի 10 մյուս կողմին։ Ինչ արբիտրեյտիվ դատարան, աղջիկ ջան։ Չավուշովսկուն տարան պատի տակ գլխից բաց թողին։ Կնգան, աղջկան, շունը լացերելում շանն էլ կրագին գցին նույն փոսը։ Ում ես ապուշ պատմություններ պատմում։ Նամուսներ։ Ես շատ լավ հասկանում եմ ձեր կանեկտորները, հին ու նոր, ձեր տատիկներից եկած ցեկայի լավ նստված կտված շրջապատները, շատ լավ գիտեմ, շատ լավ եմ հասկանում, մի երկուսիդ մամա-պապան էլ Աղվան Հովսեփյանի կոֆե խմելու լավ ընկերը, են կնամոլ որնա, ծառին ասում եմ յուբկա կախես, Աղվան Հովսեփյանը կսիրահարվի վրեն այսօր, ինքը այդ աստիճանի մոլիա, ինչ մեղ կա արա։ Երկու հատ լավ բակվեցի եմ ճանաչում, մեկն ու մեկին ուղարկեմ մոտը, որ խելքը գլուխը գա, որ կինը խաղալիք չի հասկանա։ Այսինքն լպրծուններով, այսինքն սրիկաներով ու մուջահատ բռնաբարներով պագոնները հակած ժողովուրդ եք առաջնորդել։ Հիմա նորից գալիս եք ժողովրդի վրա եք տնում։ Ինչ եք ուզում։ Սասուսիկին փագեցիր, որ գյուղացին շունչ քաշի։ Մի ժամանակ կարտոֆիլու, գյազարու լոլիկի գինը կբարձրանար տատանում, բայց բալանսիրովկի կգարով որ երկու հատ ջերմոց ուներ, նորմալ կաբրեր, երեխուն համասարան կուղարկեր դրանով։ Նորմալ գին կեղներ, հայկական ապրանքը շուկայում մրցակցության իրավունքը, ոչ թե պարսիկի մեջը փեդոտ պամիդորը բերես կերցնես ժողովրդին լվիկ։ Շաբաթը քանի կանտերես բերե պամիդոր, քանի 100։ Բա գյուղացին կարա շունչ քաշի։ Բա ուրա եվրոպական մրցակցության հավասարության եւ անտիտրաստ օրենքների իրականությունը, տիկին սրբուհի։ Անճաշակ հայլայթերով տիկին։ Ուրա արդարությունդ։ Զզվում եմ 3-ից տել եւ վիրավորված եմ շատ խորը։ Շատ խորը վիրավորված եմ։ Դուք ունեիք հնարավորությունը աշխատելու։ Դուք ունեիք ազգին արդարություն տալու հնարավորությունը։ Նույն պապիկիդ կվարտիրաները սովետի թվից մնացած, կենտրոնում տատիկիդ պարգևադրում ստացած մեդալներով տելեգրադկի վրեն հետ էսի հնուց մենք ժառանգել ենք, նստեք տենց, պահեք։ Պահեք այդտեղ այդ փոշիների մեջ։ Տեսնեմ ես այս ժողովրդին ուր եք տանելու դուք սենց։ 9 միլիոնդ կոտորվավ արդեն, սերունդ եմ նայում, 16 տարեկանից 22 տարեկան, լրիվ դեբիլ ու ընկնավոր ընկեր, Հայաստան, կարող է բառն էլ չհասկանա այսօր 99%-ը, 10-ից 4-ը հայ երեխեքի միասեռական հարաբերական փորձ ունի, Ամերիկայում գեյլենդելու մտ, դու պրծված մարդ ես հայ, Զսպանակ ծախող կաթողիկոս ունես, 2 տղամարդ ամուսնացրե իջման խորանին նայելով, Հովնանար Եպիսկոպոս Տերտերյանը, Վազգեն Քահանատ, օրտնություն ա տվես, ինչ օրտնություն տրան արա, դա ինստիտուցիա է ամուսնության, ազգային գաղափարախոսությունը, Թեհրանին փոշիների մեջից հանեց, Պապական թուֆանգը ձերք այսօր դարձրեց մի ուժ, որ աշխարհը հետը հաշվի անստում։ Ազգային իդեոլոգիան
ծայրահեղությունը հենց դրա հողի վրա։ Իսրայելին տվեց ուժ, որ մատ թափտա ամբողջ արաբական միջին արևելք ու աշխարհի վրա։ Ազգային իդեոլոգիան տվեց 1/5 տարածքը Կառաբաքը ազգին։ Բայց խաբել եք այդ տղաներին դուք։ Ազգային գաղափարախոսություն ու իդեոլոգիան անբաժանելի բաղադրիչն է ազգային ողնաշարի, դուք հանել եք մեջից այդ ներվը, դարձրել եք մի հատ անկառավարելի մարմին, դարձրել եք մի անկիրթ անտաշ, ինքնաբուխ, ուղղությունները չիմացող մի իրավիճակ, ամենագլխավոր մեղքը գալիս է մայրաթորից եւ ձեր երեքին, արդարադատության նախարար Ուհի, ներքին գործերի նախարար Ուհի եւ գլխավոր դատախազ Ուհի, դուք երեքդ եք ամենամեծ բաց թողում արել էստեղ։ Դուք պագոններ ունեք, գնում Հայաստանի հետ բլոտ ախաղում, որովհետև դուք եք տեղացի, ձեր ենթակա եւ ձեզ պատասխան տվող հաշվետվությունը բերող ստորաբաժանումներն ու էշելոնները տեղացի եք, որ պատետը ազգային գործի թափանցիկ պետությանը երրորդ հարկից մինչև առաջի հարկ փոխգնդապետի ձեռքին կորում է, դուք եք 26 թվին չեք անելու նույնը, կամ արդար կանեք, կամ էլ տակը կմնաք գալիք Դադաստանի, ոչ մի բան ձեզ չի փրկելու, քեզ բարի ու խաղաղ գիշեր Հայաստան։